Մարտի 16-ին նշվեց Մեծ Պահքի 3-րդ կիրակին, որը կոչվում է Անառակի կիրակի։ Անառակ որդու վերադարձի մասին Քրիստոսի պատմած առակն է, օրվա ավետարանական ընթերցումը։ Առակը սխալն ընդունելու, զղջալու եւ ներել կարողանալու մասին է։ Մարդը իբրև արարած սխալական արարած է, որովհետև ունենալով ազատ կամք եւ բանականություն ամեն մարդ երբեմն կյանքի ընթացքին կարող է սայթաքել եւ եկեղեցին մարդուն այդ հրաշալի առիթն է տալիս, որպեսզի անդրադառնա իր անցած ուղուն եւ եթե կյանքի ընթացքին ինչ որ սխալներ է կատարել, անդրադառնա եւ զղջա։ Մեծ Պահքի պատարակները բազմամարդ են անցնում մայրտաճարում։ Պահքի հոգևոր խորհրդին եւ կարեւորությանը մարդիկ հիմա ավելի գիտակցված են մոտենում։ Օրվա ավետարանական առակից բխող հարցին արդյոք հեշտ է ընդունել սեփական սխալը եւ զղջալ դրա համար, այսպիսի պատասխաններ հնչեցին։ Իրականում ոչ այնքան, որովհետև մեր մարդկային հպարտությունը, եսասիրությունը եւ նաեւ սեփական սխալներն ընդունելը բավականին մեծ հոգևոր ներուժ եւ անդրադարձ է պահանջում։ Ինչու՞ չէ, նաեւ որպես քրիստոնյա կարիք է ունենում հոգևոր առաջնորդների, հոգևոր հորդորների եւ առանց հոգևոր անդրադարձի եւ ներքին զղջումի, ներքին ապաշխարության չես կարող վերադառնալ հայրական տուն։ Եթե ապրում ես քրիստոնյային վայել կյանքով, իհարկե սխալը հեշտությամբ ես ընդունում։ Ցավոք սրտի ոչ, ու մենք տեսնում ենք, որ հենց մեր հասարակության մեջ սխալ ընդունելու, իրար հանդուրժելու հետ կապված մեծ խնդիրներ կան, ու եթե մենք փորձենք գոնե իրար հանդուրժել, մեր սխալը ընդունելու առաջինը ստեղծված իրավիճակում հենց մեղավորությունը մեր մեջ փնտրել ու գտնել, այդ ժամանակ հասարակությունը ավելի համերաշխ կլիներ։ Պատարակին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը մեկնաբանելով անառակ որդու մասին առակը խորհուրդ տվեց ազատությունը չշփոթել անկարգության հետ։ Զավակներին եւ ծնողներին հիշեցրեց Քրիստոսի խաչելությունը դարձավ քրիստոնյաների որպես Աստծո զավակների փրկագինը եւ խնդրեց Պահքը դարձնել զղջումի եւ դարձի ճանապարհի սկիզբ։ Մեծ Պահքի կիրակիների շղթայում հաջորդը կնշվի տնտեսի կիրակին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել երկրի վարչապետ Սր Քիր Ստարմերին։ Այն ստորագրել են 8 այլ եկեղեցական առաջնորդներ, այդ թվում Վինչեստերի, Սաութվորքի եւ Լիդսի եպիսկոպոսները։ Եկեղեցու առաջնորդները վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա շինծու մեղադրանքներով բանտարկված հայերին ազատ արձակելու համար։ Նամակում ասվում է 2023 թվականին Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կամայականորեն բանտարկել եւ շինծու մեղադրանքներ է ներկայացրել 23 պետական պաշտոնյաների քաղաքացիական անձանց։ Այդ մարդկանց այժմ դատում են խախտելով արդար դատաքննության բոլոր հիմնական սկզբունքները։ Ասվում է նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է թափանցիկությունից եւ մարդասիրական օգնությունից, դադարեցնելով այդ երկրում BBC-ի գործունեությունը, լրացնելով անկախ լրագրությունը եւ արտաքսելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, մարդասիրական օգնություն տրամադրող միակ կազմակերպությանը եւ կալանավորների միակ փրկողակին։ Հոգևոր հայրերը Սր Քիրին կոչ են արել վճռականորեն հորդորել Ադրբեջանին կատարելու իր միջազգային պարտավորությունները։ Հովակիմ եպիսկոպոսի եւ եկեղեցիների մյուս առաջնորդների այս կոչնամակը տարածվել է բրիտանական լրատվամիջոցներով։ Church Times պարբերականի կայքում փորձագետ Փոլ Փոլմանը մեկնաբանելով իրավիճակը նշել է, որ Միացյալ Թագավորությունը էներգիա ձեռք բերելու այլընտրանք փնտրելիս կապվել է մեկ այլ ավտորիտար ռեժիմի հետ, որը ոտնահարում է կրոնական ազատությունը, իսկ հայ առաջնորդների բանտարկությունը բարոյական համարձակության ձախողում է, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուր քրիստոնյայի։ Փոլ Փոլմանն առաջարկում է ամեն ամբիոնից խոսել հայ գերիների մասին, ճնշում գործադրել պետության վրա, որ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության մեջ չվիճարկվեն մարդու իրավունքները։ Ըստ Փոլմանի, Բրիտանիան համաձայնության է եկել Ադրբեջանի հետ, աչք փակելով նրա կատարած վայրագությունների վրա։ Լեռնային Ղարաբաղի պատմությունը սոսկ արտաքին քաղաքական մարտահրավեր չէ, այն մեր քրիստոնեական վկայության փորձությունն է մի աշխարհում, որտեղ արժեքներն ավելի ու ավելի են չափվում
տակառներով եւ խողովակաշարերով, այլ ոչ թե մարդկային արժանապատվությամբ։ Քրիստոս մեզ այլ չափանիշի է կոչում, նշում է փորձագետը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Ես աշխատել եմ Արցախում 2009 թվականից։ 2023-ին տեղափոխվել ենք Հայաստան եւ 23 թվականի նոյեմբերից արդեն աշխատում եմ Ուրացան հիվանդանոցում եւ աշխատանքի առումով անհրաժեշտություն եղավ, որպեսզի անցնեմ մանկական էնդոկրինոլոգիա օրդինատուրա, քանի որ պետք է նշված լիներ դիպլոմ հենց մանկական էնդոկրինոլոգիա։ Եվ Հռիփսիմե Վալերովնայի խորհրդով, օրդմամբ դիմեցինք հով Հայօգնության ֆոնդ եւ հովի աջակցությամբ մի տարի անցար օրդինատուրա։ Աշխատանքի առումով Արցախում իհարկե մի քիչ ավելի ուրիշ էր։ Չեմ ուզում մանրամասնեմ, որտեվ Արցախը մեկ ամնում է Արցախ, դա իմ հայրենիքն է, որտեղ ամեն ինչ ավելի հարազատ էր, ավելի ջերմ էր, ամեն ինչ ավելի հեշտ էր։ Շողեր Գրիգորյանը Արցախում աշխատել է հիվանդանոցում, նշում է, որ Մուրացան համալսարանական հիվանդանոցում մասնագիտական առաջխաղացման հնարավորություն կա։ Սիրում է իր մասնագիտությունը, երեխաների հետ աշխատելը։ Նույն հիվանդանոցում Անուշ Ավանեսյանը աշխատում է որպես մանկաբույժ վարակաբան։ Ես Ղարաբաղում աշխատել եմ 22 տարի որպես ինֆեկցիոնիստ, բայց ի շնորհիվ հով ծրագրի ես անցել եմ կլինիկական օրդինատուրա Մուրացանում, ստեղ այդ նույն կլինիկայում, ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայում, այս բաժնում որպես մանկաբույժ ինֆեկցիոնիստ։ Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմում ստեղծված Հայօգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակը հոգացել է Արցախից բռնի տեղահանված 50 բուժ աշխատողների կրթավճարները, նրանց մի մասը կլինիկական օրդինատուրա է անցել, մյուսները ավելի կարճաժամկետ կրթական ծրագրերում են ընդգրկվել։ Արցախից բռնի տեղահանված բժիշկների աջակցության ծրագրի շրջանակում բուժ աշխատողները ձեռք են բերել թարմ մասնագիտական գիտելիք, Հայաստանում աշխատելու հնարավորություն։ Հայօգնության ֆոնդը ծրագիրն իրականացնելիս գործակցել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ։ 2011 թվականից դեռ սկսած Արցախում աշխատող բժիշկները 4 շաբաթյա վերապատրաստման ծրագրով Երևան են այցելել առաջատար կլինիկաներում եւ Ամերիկայի բժիշկների կազմակերպության աջակցությամբ հովի հետ համատեղ այդ ծրագիրը տարիներ ի վեր իրականացվել է։ Հայօգնության ֆոնդի որպես ներդրում արող կազմակերպության ամենահեռանկարային նպատակը, որ մենք կարողանանք մեր հայրենակիցներին պահել Հայաստանում եւ աշխատանք չգտնելու առիթով ուղղակի չգնալ երկրից, սա մեր համար մեկ նպատակն էր, որովհետեւ նրանք անկեղծ լինենք մասնագիտացման առումով, նրանք բոլորը հոյակապ մասնագետներ էին, նրանցից շատերին մենք ճանաչում ենք դեռ Ստեփանակերտից, 50,000 ԱՄՆ դոլարից մի քիչ ավել, եթե այդպես գումարային ասեմ, ուղղակի մենք առանձնացրել ենք այս ծրագրի համար հատուկ Արցախի այստեղ անումից հետո առաջացած կարիքների համար, որովհետև մենք նման ծրագիր չենք ունեցել։ Այս ծրագիրը ուղղակի ձևավորվել է որպես անհետաձգելի աջակցության ծրագիր։ Հայօգնության ֆոնդը արագ արձագանքում է առաջացած կարիքներին։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախում բժիշկների մասնագիտական բաց էր առաջացել։ Կարիքը լրացնելու համար հովի աջակցությամբ բժիշկներ Արցախի համար ծրագրով բժիշկներ գործուղվեցին Արցախ։ Տարբեր մասնագետներ աշխատեցին Արցախում մինչև տեղահանումը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմում սկսվել են Հայքեմփ եւ Սուրբ Վարդան ամառային ճամբարների գրանցումները 8-ից 15 եւ 14-ից 17 տարեկան երեխաների ու պատանիների համար։ Թեմական ամառային ճամբարներում ամեն ամառ հայ պատանիներն ու երեխաները նոր փորձառություն են ձեռք բերում։ Սովորում են ավելի խոր ըմբռնել հայկական մշակույթն ու հավատը։ Երկու ճամբարներում ստեղծվում է ֆիզիկապես եւ հոգեպես առողջ միջավայր, որտեղ ամերիկահայ պատանի քրիստոնյաները
Մասնակցում են հոգևոր եւ հայ մշակույթի վերաբերյալ դասերի, նաեւ մարզական պարապմունքների։ Ծրագիրը մեծ պահանջարկ ունի Միացյալ Նահանգների արևելյան ափի հայկական համայնքներում, ուստի հայոց արևելյան թեմի հովանավորությամբ գործող Սուրբ Վարդան ճամբարը ընդլայնել է նախագիծը։ Ճամբարը տեղակայված է թեմական Արարատ կենտրոնի տարածքում, Քեթսքիլ լեռների մոտակայքում։ Բազմաթիվ մարզական միջոցառումներ եւ խաղեր են կազմակերպվում, կան նաեւ թեմատիկ զրույցների օրեր, տաղանդների շոուներ, պարեր եւ խարույկ։ Ճամբարականները թեմից ժամանած խորհրդատուների, հոգևորականների, փորձառու մարզիչների մշտական հսկողության եւ խնամքի ներքո են։ Հայքեմփը բացառիկ քրիստոնեական երիտասարդական ճամբար է 8-ից 15 տարեկան հայ երեխաների համար, որոնք ցանկանում են ավելին իմանալ իրենց ժառանգության եւ հայ եկեղեցու ուսմունքի մասին։ Այստեղ քարոզվում են քրիստոնեական արժեքները եւ դրանց կիրառությունը կյանքի բոլոր բնագավառներում։ Հայքեմփը Միացյալ Նահանգներում գործող թեմական եւ համայնքային ծրագրերից է, մեկնարկել է 1964 թվականից։ Երկու ճամբարներն էլ իրար են կապում թեմի բազմաթիվ բնակավայրերի հայ պատանիներին, ուսուցանում են սովորել, աճել ու ծառայել սեփական համայնքին, եկեղեցուն, հայրենիքին։ Մեկ այլ ծրագրով ճամբարականները հայրենիք ուխտի գալու հնարավորություն ունեն։ Միավորվելով ճամբարների շնորհիվ նրանցից շատերը առաջին անգամ հայրենիք միասին են այցելում։ Ճամբարները գործում են համայնքի նվիրատուների միջոցով եւ հայոց թեմի բարերարությամբ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։